Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը կապող երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ Երևանի հարցումներն արագորեն մշակվում են, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով ռուսական կողմը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում տնտեսական բլոկի միջոցով։ Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել TRIP նախագծին մասնակցության հնարավոր տարբերակները, այդ թվում հաշվի առնելով ռուսական երկաթուղիների փորձը։ Նախ անհրաժեշտ է հանգամանորեն ծանոթանալ այդ նախաձեռնության իրագործման բոլոր մանրամասներին, քանի որ դրա մշակումը գտնվում է նախնական փուլում։ Բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ Երևանին ուղղված Մոսկվայի առաջարկն ուժի մեջ է, նշել է Զախարովան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ չի հաջողվում փոխզիջման հասնել Դոնբասի շուրջ։ Անցյալ շաբաթ Աբու Դաբիում քննարկվել է ԱՄՆ-ի առաջարկն այդ շրջանն ազատ տնտեսական գոտու վերածելու մասին։ Զապորոժիեի ատոմակայանի հարցը Զելենսկու խոսքով նույնպես մտնում է տարածքային հարցերի մեջ։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի առաջարկած 20 կետանոց ծրագրի բոլոր կետերին Կիևը համաձայն է բացի երկուսից։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը բացառել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը։ Փոխարենը ինքն է Վլադիմիր Պուտինին հրավիրել Կիև։ Անդրադառնալով Աբու Դաբիում փետրվարի 1-ին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նախատեսվող բանակցություններին Զելենսկին նշել է, հանդիպման վայրը և օրը կարող են փոխվել ԱՄՆ-ի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Նա նաև հայտարարել է, եթե Ռուսաստանը հարվածներ չհասցնի Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ապա Կիևը նույն կերպ կվարվի։ Նրա խոսքով Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ ուղիղ պայմանավորվածություն չկա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ հարվածներ չհասցնել Ուկրաինայի քաղաքներին, հետևելով իր խնդրանքին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Թրամփը ռուսական կողմին խնդրել է հարվածները դադարեցնել մինչև փետրվարի 1-ը խաղաղության շուրջ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար։ Այնուամենայնիվ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ էներգետիկ օբյեկտներին հարվածների փոխարեն Ռուսաստանը հարվածներն ուղղել է լոգիստիկ ենթակառուցվածքին։ Նա հայտնել է սահմանամերձ մի քանի մարզում ծանր իրավիճակի մասին։ Սիրիայի կառավարությունը Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ համաձայնություն է ձեռք բերել, ըստ որի քուրդ մարտիկներն աստիճանաբար կմիանան կառավարական ուժերին։ Կկազմավորվի զինվորական դիվիզիա, որի կազմի մեջ կմտնի քրդական ուժերի 3 բրիգադ։ Սիրիայի դեմոկրատական ուժերը հետ կքաշվեն շփման գծերից, քրդական վարչական և քաղաքացիական մարմինները կինտեգրվեն սիրիական կառավարական կառույցներին։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև քուրդ ժողովրդի քաղաքացիական իրավունքների և կրթության իրավունքի վերաբերյալ։ Երաշխիքներ են տրվել, որ բոլոր տեղահանված անձանց կթույլատրվի տուն վերադառնալ։ Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող բանտերը, նավթի և գազի հանքավայրերը կփոխանցվեն Դամասկոսին։ Հունվարի 18-ին քրդական ուժերի հրամանատար Մազլում Աբդին Սիրիայի նախագահ Ահմեդ Աշշարայի հետ ստորագրել էր համաձայնագիր, վերջ դնելով գրեթե 2 շաբաթ տևած մարտերին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Ստամբուլում ընդունել է Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիին։ Հանդիպումից հետո Ֆիդանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ առկա խնդիրները լուծելու համար։ Ֆիդանը կրկնել է, Անկարան դեմ է Իրանում արտաքին միջամտությանը։ Նա նաև ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը։ Ֆիդանը հավելել է, որ Իսրայելը փորձում է ԱՄՆ-ին համոզել հարվածել Իրանին։ Ավելի վաղ նա այս թեմայի շուրջ խոսել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, հույս հայտնելով, որ կհաջողվի լուծում գտնել և խուսափել հակամարտությունից։ Իր հերթին Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները, եթե դրանք անցկացվեն արդար հիմունքներով։ Նա հավելել է, Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների թեմա։ Թեհրանը կպահպանի և կընդլայնի իր պաշտպանական կարողությունները, նշել է նա։ Աբբաս Արաղչիին ընդունել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Ավելի վաղ Էրդողանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին հայտնել էր, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։